Շնորհակալություն, պարոն Մինասյան, ստեղից ասում եք չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, ձեր դատական համակարգը ռեպրեսիաներ, ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ հենց ձեր թիկունքում նստող պատգամավորը տիկին Աննա Գրիգորյանը, այս ուղիղ մի 7-8 ամիս է գլուխներս տարել է անիվ ասելով, այդ անիվը, իդեպ այդ անիվի թեման էլի առհասարակ դաշտ է եկել, որտեղ այդ նույն իրավապահ համակարգը, մեր իշխանության ժամանակ նույն իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրություն, բացահայտել է այս կամ այն դրվագները, ու դուք այդ ուսումնասիրությունը վերցրել եք տիկին Գրիգորյանը, դա սարքել է բան, քաղաքական, գոյութենական իմաստ որպես այդպեսին օրը մեջ գալիս է այս ամբիոնից ասում է, նորմալ է, մեկս ասում ենք խիղ խոսում, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, չէ հակառակը, մենք ասում ենք մենք ձեզանից շատ ենք շահագրգռված, որ եթե ինչ-որ կոռուպցիոներ սրիկա կա, ով որ զբաղվել է կոռուպցիայով մեր իշխանության օրոք, ինքը ավելի խիստ պատժի արժանանա։ Մեր ու ձեր տարբերությունը էդ է, որ երբ որ ես օրինակ ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք եմ լսում, առաջի բանն է, որ գնացեք պարզեք, եթե մեղավոր է բռնեք դատեք, բայց դուք տենց չեք կարող, որտեղ ձեր քաղաքական գոյության իմաստը հիմնված է այդ կոռուպցիայի վրա։ Ձեր քաղաքական փոխգործակցությունը, ձեր քաղաքական գոյությունը հանրապետականի հետ, Քոչարյանի հետ, այս մեկի հետ, այն մեկի հետ, այդ կոռուպցիան է։ Այն ապօրինի գույքն է, որը որ դուք ունեք, ժողովուրդ ջան։ Էդ է։ Դե էդ է իմաստը, թե չէ գալիս եք ստեղ չափածուցված հիմքերով, ինչպես կարելի է առանց դա օրինական ուժի մեջ մտած վճռի, բա ո՞նց եք տենց դուք բան անում, բա ժողովուրդ ջան։ Բանիֆի թեմայով խեք խոսում, դե ումն էլ ծպտուն մի հանեք, անիֆի մասին մենք կխոսանք, մենք մեկա ձեզանից լավ ենք խոսում, թե այդ առումով, թե մնացած առումներով։ Բախի եք խոսում, պարոն Մինասյան, տիկին Գրիգորյանը բախի է խոսում, զապիսը բերել են, միացրել են, մեջը ասում, արա միլիոններ է, լսում եք, բայց իչա խոսում Վարդանիկը, ձեր Վարդանիկը, ասում արա միլիոններ է այդ թեմայի մեջ, ասում գնա ասա, թող բան անի, եկեղեցու բաների նկարիչներին փող են պար, թող դուք եկեղեցին էլ եք այդ վիճակի սարքել, դուք ու կտրիչը, գլխավորելով հակաեկեղեցական շարժումը Հայաստանի Հանրապետությունում, եկեղեցին սարքել եք կոռուպցիայից ստացած փողերի լվացման ինչ-որ մի հատ տեղ, ու դա ամոթ է, դա ազգային ամոթ է, ու կտրիչը որպես հակաեկեղեցական շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետություն պետք է հեռացվի Բեհարանից։